Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական շուրջ 400 ԱԹՍ խոցելու մասին, թիրախում են եղել Մոսկվայի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի եւ այլ մարզեր, ինչպես նաեւ Ղրիմը։ Վորոնեժի մարզում 1 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ ԶԼՄ-ների տվյալով հրդեհվել է Wildberries ընկերության պահեստներից մեկը, տարհանում է հայտարարվել։ Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարան է հարձակման ենթարկվել։ Որոշ օդանավականների աշխատանքը սահմանափակվել է։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, Կիևում, Զապորոժիեում եւ Օդեսայում կան զոհեր եւ վիրավորներ։ Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ իրավիճակը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահը Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը չի կարողանում կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների։ Նա նշել է, որ խորքային հարված են հասցրել Սիբիրում նավթավերամշակման օբյեկտի եւ շարունակելու են հեռահար հարվածները։ Զելենսկին նաեւ տեղեկացրել է, որ զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, հավելել առաջիկայում ԱԹՍ-ների ոլորտում նոր քայլեր կձեռնարկվեն։ Ռուսաստանի գերագույն դատարանը որոշել է չեղարկել Պետդումայի ընտրությունների համար միակ հակապատերազմական կուսակցության Յաբլոկոյի գրանցումը։ Արտասահմանում ռուսական ընդդիմության աջակցությունը վայելող կուսակցությանը ընտրություններից հանելու հայցով դատարան էր դիմել Կրեմլամետ Ռոդինա կուսակցությունը։ Դատարանը բավարարել է հայցը։ Դատախազը նշել է, որ հայցադիմումը բավարարելու հիմք են հանդիսացել կուսակցության կողմից մտավոր սեփականության մասին օրենսդրության խախտումները, անօրինական ընտրարշավը եւ ծայրահեղականության աջակցությունը։ Յաբլոկոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կբողոքարկեն որոշումը։ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Թեհրանի հետ բանակցությունները, հայտարարել Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում եւ Գազայում պատճառված վնասների ու մարդկային կորուստների համար։ ԱՄՆ նախագահը նաեւ փոխհատուցում է պահանջել Իրանից։ Նրանք փոխհատուցում են պահանջում վերջին 5 ամսվա ռազմական գործողությունների ընթացքում կրած վնասի համար, սակայն այդ հարցը բանակցություններում չի քննարկվել։ Ես էլ իմ հերթին եմ փոխհատուցում պահանջում բազմաթիվ հակամարտություններում իրանցիների պատճառած վնասների, զոհված ցուցարարների համար ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը կրկնել է, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ եթե գործարք չկնքվի, հզոր հարված կհասցնեն։ Թեհրանից հայտարարել են, որ Վաշինգտոնի գործողությունները չեն կարող ստիպել Իսլամական Հանրապետությանը խոնարհվել։ Իրանի ագրենախոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ պատժամիջոցների քաղաքականությունը եւ դիվանագիտությունն արհամարել է որևէ օգուտ չեն բերի ամերիկյան կողմին։ Պահպանվում է նաեւ հութիներ Էռիադ լարվածությունը, տեղեկություններ կան, որ Եմենի անսարալաշարժումը շարունակում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային աջակցություն Իրանի։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում սաուդական առևտրային նավ է թիրախավորվել, հաղորդվում է զոհերի մասին։ Լուրեր են շրջանառվում, որ հութիները թիրախավորել են նաև Եմենի կառավարական ուժերին։ Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ Դա ավելի լավ է, քան պատերազմը։ Շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո Լիբանանում իսրայելական հարձակումների մասշտաբները նվազել են, ասել է Ժոզեֆ Աունը։ Նա շեշտել է, թույլ չեն տա, որ Իսրայելը մնա լիբանանյան հողում։ Times of Israel-ն էլ վկայակոչելով իր աղբյուրները գրել է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է սեպտեմբերի սկզբին։ Աղբյուրը նշել է, որ անցած շաբաթ ավարտված հերթական փուլն այնքան էլ հարթ չի անցել, քանի որ Բեյրութը պահանջում է, որ Ցահալը դուրս գա երկրի հարավից։ Մինչդեռ Իսրայելը պնդում է, նախ անհրաժեշտ է վերջնականապես համոզվել, որ Հեզբոլլահը զինաթափվել է։ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն իրավական հիմք է ստեղծում Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման եւ դրա անդամներին խաղաղ կյանքի վերադառնալու համար։ Օրինագիծը նախատեսում է իրավաբանական պաշտպանություն միության նախկին անդամների համար, որոնք ծանր հանցագործություններ չեն կատարել, իսկ դատապարտված մի խումբ անդամների համար պարզեցվում է բանտային ժամկետների կասեցման ընթացակարգը։ Համաներումը չի տարածվի կանխամտածված սպանության համար դատապարտվածների, ինչպես նաեւ մինչեւ 2005 թվականը ՑՄՀ ազատազրկվածների, այդ թվում կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի վրա։ Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատում է 220-ը, ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բոգոտայում, որը գտնվում է էպիկենտրոնից 100-ավոր կիլոմետրերի հեռավորության վրա։ 900-ից ավելի մարդ տուժել է, կան անհետ կորածներ։ Իշխանությունները ազգային մասշտաբի արտակարգ դրություն են հայտարարել, ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում, այդ թվում Պանամայում։ Դիանա Գասպարյան, լուրեր։